Վերադարձանք տաղավար եւ ես մեկ անգամ ասում ենք բոլորին բարի լույս, ովքեր մեզ հենց նոր են միացել, ծանոթացանք նաեւ լրահոսին, իսկ հիմա վերադարձանք տաղավար։ Ամեն բան կարգին է, որովհետև օրվա տեղեկություններին փորձել ենք առաջին հատվածում ծանոթանալ, լսել ենք երաժշտություն, դիտել ենք մեր գործընկերների պատրաստած տեսանյութերը ու կարծում եմ ճիշտ ժամանակն է հաղորդման այս հատվածը սկսել խոհանոցային գաղտնիքներով։ Բայց բողոքով սկսենք։ Բողոքով, ինչ բողոք ես ուզում։ Բողոք դիմում խոհանոցի տիրուհուն։ Սիրելի Բարի լույս Անուշ։ Բարի լույս։ Բարի լույս։ Պատրաստ եմ լսել բողոքները։ Բողոքը գիտես որն էր, որ օրինակ մենք դիտում էինք տեսանյութ, որտեղ դուք ֆանտաստիկ էիք պատրաստում հենց թոների մեջ գաթա, ու մենք այդ թոների բույրը, գաթայի բույրը, ջերմությունը, ասես ուզում ենք մի մասը լինեինք այդ։ Ուզում եք զգայիք, չէ։ Այո։ Տիկին Կարինեն այդ հնարավորությունը բաց չի թողել եւ բերել ենք մենք մեր հետ գաթա, որը թխել է թոնրում։ Այդ մեկ գաթան դուք տեսեք, բայց ինքը մի քանի հատ էր թխել։ Մեկը այնտեղ կերանք, մեկը ցույց տվեցինք, թե ոնց են պատրաստում, մյուսն էլ ուղարկեց ձեզ։ Այնպես որ Տիկին Գայանե։ Շնորհակալ ենք Տիկին Գայանե։ Տիկին Կարինե ջան։ Այո։ Շատ շնորհակալություն Անուշ։ Ինչ բույր ունի։ Եվ ինչ գեղեցիկ, ծաղկային տեսք ունի մեր Շատ շնորհակալ գաթան։ ենք, անչափ շնորհակալ ենք Տիկին Կարինե։ Հիմա ուղղակի չեմ կարող փորձել աշխատանք ստիպում, որ պետք է բայց Դուք կարող եք մի փոքր համ տեսել ամեն դեպքում, հիանալ Մենք բույրով։ գոնե թե ցույց կտանք հիմա մեր հեռուստադիտողներին, արի մի փոքր թեքենք։ Մինչև ես այդ ընթացքում կպատրաստեմ սմբուկը։ բայց ոչ մենք մի Բայց փոքր չիմացանք։ փորձենք բան չի մնա։ Հա, հաստատ։ Մենք կպահենք ընդմիջմանը, որպեսզի մեր Մի փոքրը մի այսքանն է, էլի, այսպես մի փոքր կարող եմ փորձել։ Լավ, սա Ռուբենին խնդրում ենք Տիկին Կարինե, մեզ համար էլ կպատրաստեք ինչ որ մի օր գաթա։ Մինչ Ռուբենը կհաշվի Անուշ, դու պատմիր ինչ ենք պատրաստելու այսօր։ Այսօր մենք պատրաստում ենք աղցան սմբուկով, տավարի մսով, ընկույզ, թթվասեր, նուռ եւ սխտոր կարող ենք տեղավորել աղցանի մեջ, կարող ենք չդնել ոնց կուզեք։ Օ, բավականին հետաքրքիր աղցան է մեզ մոտ ստացվելու շատ- եւ հագեցնող։ Շատ հագեցնող, գեղեցիկ, շատ համեղ աղցան է։ Հիմա Իսկ ուրեմն Ռուբեն ուր հասար։ կտրտում ենք։ Դե 5 հոգի հենց հիմա ռեժիսորական սենյակում են, Ահա, գուցե 6, 1 2 3 4 5 6 ահա, այսքանը 6։ 6 օպերատորական 1 2 12։ 3 4 Հիմա ով չի ուտելու։ 5 մի կտոր մնաց դե մեջտեղի կլորը կհաշվի Վայ, էս էլ 1 կտոր 13, 13 կտոր 1 2 Հիմա տղերքը օպերատորները մեզ մոտ այս պահին ստեղ 5-ն են։ Դե լավ, խոշոր Խորյուն է։ կտորները կկիսենք, ավելի փոքր տարբերակով կմատուցենք։ Արմինե հենց բան չմնաց։ Սաթին Դե լավ, մեծ կտորները կկիսենք։ Լուսինկան։ Մեծ կտորները կկիսենք։ Համաձայն չէ այդ տարբերակի։ Այն մեջտեղի կլորը ես կուտեմ։ Մնացածը մենք կբաժանենք իրար մեջ։ Ասենք, հա, որ բոլորին հասնի։ Շատ լավ, պայմանավորվեցինք։ Սիրելի գործընկերներ, այս հատվածի ավարտից անմիջապես հետո ձեզ սպասում ենք միջանցքում գաթա ուտելու։ Ես ասում եմ նրա համար, որ ոնց որ մի հատ գաթան քիչ է։ Հաջորդ Անհամեստության համար կներեք։ Տիկին Կարինեն այնքան հյուրասեր է, վստահ եմ, որ նկարահանումից հետո արագ կպատրաստի կերել կուղարկի։ են, լավ, ուրեմն մեզ շատ կհասնի այս դեպքում։ Հա, դուք ինչ եք խոսում, ինչ եք պատրաստել։ Այսօր սմբուկը ընտեղ ես աղցան։ նկատեցի, որ կտրտում ես։ Սմբուկով, տավարի մսով եւ թթվասերեր թե մածունանուշ Թթվասեր։ թթվասերով նռան հատիկներ ենք օգտագործելու։ Վստահ եմ շատ համեղ աղցան է ստացվելու, բայց ուզում եմ հասկանալ Անուշ, բաղադրատոմսը քեզ որտեղից։ Ստեփանավանից։ Օ։ Ինչպես։ Մենք շատ վաղուց հյուր էինք գնացել Ստեփանավան նկարահանումների եւ Մերին մեզ համար պատրաստեց այնտեղ ու շատ հավանեցի, որոշեցի, որ այսօր պատրաստեմ նաեւ մեր հեռուստադիտողների համար։ Այսինքն լրիվ հայկական բաղադրատոմս է։ Այո, Դե սմբուկը մեր հայկական ընտիր սմբուկներ, ուղղակի ջերմոցում աճեցրած։ Դե միսը Տավարի մասին այլ չխոսենք ավելի մանրամասն։ Գուցե շատերը կհուզվեն եւ չեն վայելի աղցան։ միսն էլ է տեղական միս է, այդքանը, նուռը, մեր ընտիր աճեցրած նուռը։ Կարծում եմ ամենահամեղը հենց մեզ մոտ է նուռը։ Վստահ, միայն մեզ մոտ է։ Դե թթվասերն էլ էլի մեր են, անարատ տեղական թթվասերն է։ Հիմա ինչ ես անում։ հիմա պետք է կտրենք միսը, արդեն նախապես խաշել են։
Քանի որ սմբուկը խորանարդաձև կտրեցինք, միսը նույնպես խորանարդաձև կկտրենք։ Սմբուկը նկատեցի, որ թարմ էր, իսկ միսն էլ էր թարմ։ Այո։ Ստուգել ես թարմ էր, ամեն ինչ լավ է։ Թարմ էր։ Հիմա կտրենք ու մնում է մեզ ընկույզը կտրել, նուրը մաքրած է ու շատ համեղ աղցանք կստանանք։ Եթե հաշվի առնենք, որ միայն միսն է ավելի երկար ժամանակ պահանջվում եփվելու համար, Այո։ ապա կարելի է նախապես եփել ու շատ արագ ստանալ այս աղցանը, որը վստահենք շատ համեղ է ստացվելու։ Դե միսը կարելի է դնել գազոժախին, Ընթացքում գործերը անել։ ուրիշ գործերով Իհարկե։ զբաղվել։ Մինչև կխաշվի, հետո կգաք մնացած այնտեղ։ Երեխեքը կարող են օգնել նուրը, այսպես։ Մաքրել։ Բավուց, որ ամբողջ տանիքին ներգրավես հաճելի աշխատանքի մեջ։ Ես վստահ եմ Անուշը տենց էլ անում է։ Ես դա էի մտածում, ես ինձ հիշեցի հիմա իմ տան խոհանոցում, երբ ինչ-որ մի բան դնում եմ։ բաղադրատոմս պատրաստում է զուգահեռ, դրա հետ մեկտեղ այլ աշխատանքներ անում։ Միշտ անպայման։ Առանց դրա հնարավոր չէ կազմակերպել ճիշտ ձևով եւ հասցնել ամենակարևորը այդքան շատ եւ աշխատանք եւ ընդհանրապես հասցնել տանը ամեն ինչ անել։ Ես նկատել եմ ու նույնիսկ ականատեսել եմ եղել մի քանի անգամ, տեսպես տեսանյութերի հոլովակների շնորհիվ, որ աղջիկը շատ է քեզ օգնում։ Նույնիսկ ընկերուներով են գալիս, ընկերուներով եք իրար հետ պատրաստում։ Իսկ տղա ծերունի առասարակ խոհանոցի հետ կամ ժամանակ ունի, որ կարողանա քեզ ոչ, բայց ինքը դրսի աշխատանքներում է օգնում, ինչ որ մի բան գնելու, ինչ որ միտեղ բանկային հարցերի հետ կապված որոշ լուծումներ, ամեն բան, այո, կարող է անել։ Իսկ խոհանոցում շատ կարևոր աշխատանք է կատարում, վայելում է ձեր պատրաստածը եւ տալիս է ամենալավ գնահատականը։ Գնահատական է տալիս, այո, ամեն բան չէ որ հավանում է, այնպես որ եթե մի բան ինքը հավանեց, հաստատ բոլորը կսիրեն։ Անուշ, հետաքրքիր է նաեւ, քանի որ րոպեներ առաջ խոսում էինք նկարահանումների այդ ընթացքի մասին, քո նկարահանումները սովորական նկարահանումներ չեն, այնտեղ ջերմությունն է, խոհանոցային եռուզեռը, էներգիան, որն է ամենագուցե սիրելի բաղադրատոմսը, որ պատրաստել եք, կամ մի այնպիսի դեպք, որ տեղի է ունեցել նկարահանումների ժամանակ հենց խոհանոցային, ավանդական խոհանոցը։ Ինչ ես այդ հարցը տալիս։ Գաթայից հետո։ Մենք Իջևանից, որովհետև այնտեղ մի հատ շատ զավեշտալի դեպք էր պատահել Մանեի եւ Համլետի հետ։ Ճոճանակի վրայից։ Ճոճանակի հետ է կապված, լավ։ Դա մեր հեռուստադիտողները տեսել են բոլոր այդ, որովհետև այդ կադրը կար։ Այդ շատ փոքրիկ, բայց այդ կադրը կար հատվածում։ Լավ, ովքեր ինպես չեն նկատել կամ չեն հասցրել իմանան, կարող ենք պատմել։ Իհարկե կարող ենք պատմել ֆեստիվալյան ֆիլմի Բայց դու հարցը ընթացքում։ հիշի։ Հիշում եմ։ Երբ պետք է գնայինք Իջևան, ես եւ մեր գործընկեր Համլետը մինչ Իջևանյան ֆեստիվալը բացահայտում էինք առհասարակ մարզը եւ մասնավորապես Իջևանը։ Ու ճանապարհին, իհարկե, ինչ պետք է անել, պետք է գնալ եգիպտացորեն ճանապարհին մեծ վայելելու, տակ-տակ։ Ու մի հատվածում մեր օպերատորների խորհրդով մենք կանգնեցինք հենց այնտեղ, որովհետև նաև գեղեցիկ է, կարող էինք այդ հատվածը նկարել եւ որոշեցինք, որ ես կուտեմ այդ եգիպտացորեն, իսկ Համլետը կօգնի ինձ ճոճանակի վրա օրորվել, մեղմ քամու տակ։ Ռոմանտիկ է։ Օրորվելու զուգահեռ ես եգիպտացորեն ուտելու ընթացքում ուղիղ մեջքի վրա Գետնին շատ դաժաներ եւ ցավոտ, բայց իհարկե շատ ծիծաղելի նաեւ այդ հատվածը։ Մեզ մոտ նման միջադեպեր չեն եղել, հիմա չեմ հիշում, գուցե եղել են, բայց չեմ հիշում։ Ինչ վերաբերում է զավեշտալի ոչ մի բան տեղի չունեցել։ Եղել են, այս պահին ուղղակի չեմ հիշում, բայց որ ասացիք, որ ուտեսն եք հիշում եւ այլն, շատ իրականում այդ տարբեր համեր հիմա հիշեցի, բայց ամենահետաքրքիրը որ հիշեցի, դա ընդհանրապես մարդկանց ջերմությունն է։ Եվ դու ինչպես Տիկին Կարինեի մոտ հյուր էինք եւ մենք այդ սերը եւ ջերմությունը այսպես մեր հետ բերեցինք տուն եւ իսկապես դա է շատ կարևոր լինում եւ դու կարողանում ես այդ դրական էմոցիաներով վերադառնալ։ Բացի այն, որ հետաքրքիր բաղադրատոմսեր ես հայկական սովորում, նաեւ այդ էմոցիաներն են հետաքրքիր։ Ու շատ հաճախ հենց էմոցիաներն են, չէ՞, որ մեզ ուղեկցում են այդ ընթացքում։ Օրինակ, նույն բաղադրատոմսը երբ պատրաստում ես տանը, հիշում ես այդ էմոցիաները ու այդ նույն էներգիան փոխանցում ես այս դեպքում աղցանին կամ գաթային պատրաստելու ընթացքում։ Էմոցիաներ ու էներգիաներ կան, որ մենք չենք կարողանում շատ հաճախ փոխանցել։ Դու ինչ զավեշտալի դեպք հիշեցիր։ Կադրի հակառակ կողմում մնացած։ Բայց շատ կան։ Ես էլ Անուշի պես դասական պատասխան տամ, անշար, անփորձանք պատասխան տամ ասելով, որ շատ են դեպքերը։
Բայց մի օր նստելու եմ ու կիսվեմ։ Նստելու եմ ու պատմեմ։ Կարող ենք իհարկե օգնության կանչել նաև մեր գործընկերներից, օպերատորներից մեկին, որը մի հսկայական արխիվ ունի։ Երևանդին։ Այո, Երևանդին։ Պարոն Պետրոսյանի։ Ավելացրեց արխիվը ու գնաց։ Իսկապես, ու ինչքան ջերմ հիշողություններ են արթնանում, երբ ինչ որ ամիսներ, օրեր անց թերթում ենք այդ նկարները, հոլովակները եւ հիշում այդ նույն էներգիան, որը ունեցել ենք այդ պահին, այս դեպքում Անուշի տեսանյութերի ընթացքում խոհանոցում։ Բայց ամեն ինչ կարծում եմ հենց խոհանոցից է սկսվում։ Չէ, հատկապես հիմա արդեն շատ քիչ մնաց, որ եղանակը փոխվի, տրամադրող արդեն գարունը գա, գարնան հետ կան նաև մեր այսպես բուրոն ցանկությունները, որ բնության գրկում գնանք, միասին ժամանակ անցկացնենք, բա մի կտոր մի բան չուտենք, բա մի հատ խորոված չանենք, բացենք, բանենք։ Իդեպ Արի Անուշի պատմենք, ինչը պատմենք։ որ տեսանյութը դիտելու ընթացքում, երբ Թոնրի շուրջ դուք զրուցում էիք, մենք մտածում էինք ինչ հաճելի կլիներ, եթե հիմա կարողանայինք տեղափոխվել ձեզ մոտ, այդ պահին այնտեղ լինել եւ վայելեինք Թոնրից տակ-տակ դուրս բերված լավաշը, պանրով եւ իհարկե թարմ կանաչիներով։ Ու հիմա հետաքրքիր մի բան էլ ասեմ, որ Տիկին Կարինեի մոտ իդեպ Լեռնանից գյուղը շատ հեռու չէ, մոտավորապես 1 ժամվա ճանապարհ է երևի թե, եւ հիմա Թոնիրը երբ այրվում է, հացը թխում են, գաթան թխում են, հետո ոտերը կախում են արդեն գրեթե մարած Թոնրի մեջ եւ փոքրիկ այսպես մի քիչ կարճ սեղանի մոտ նստում հաց են ուտում։ Հիանալի։ Պատկերացնում եք։ Ոտքերը տակ։ Միջավայրը տակ։ Այդ բույրերը տեղի պատրաստված արդեն որ մնացել են հենց Թոնրում, Թոնրատանը։ Պատկերացրեցի։ Ինչ մենք պատկերացնում էինք, Անուշը ավելացնում էր համեմունքներ։ Ես աբուսև բխպեղը ավելացրեցի սմբուկին։ Միսը արդեն կարծես թե պատրաստ է։ Միսը կտրել եմ, մնում է ընկույզը կտրենք։ Եվ արդեն պատրաստ կլինի սմբուկը։ Նուրն էլ կարող ենք ավելացնել։ Մի փոքր էլ կթողնենք, որպեսզի վրայից գեղեցիկ ավելացնենք։ Ընկույզը բավարարում է, չէ՞, հերիք է։ Այո։ Եթերից առաջ անցել ես այդ կողմ։ Որքան շատ, այդքան աղցանն ավելի համեղ ընդհանրապես։ Դե կարծում ենք այդ ապսիոն արդեն շատ ընկույզ կա, մի երկու պակասած ընկույզը որևէ բան չի։ Ես չնկատեցի նույնիսկ։ Շատ լավ։ Ես նկատի կուներամ դա։ Հաջորդ անգամ։ Բայց օրեր առաջ ընկերներիս հետ խոսում էինք մեր առասարակ հայկական ավանդույթների մասին, որ ոչինչ պատահական չի եղել, նույնիսկ իրենց տուն կառուցելուց, տան դիրքը սկսված, չգիտեմ, հենց մուտքի հետ կապված, չգիտեմ, ինչ որ սիմվոլիկ գուցե սնահավատություններ հիմա կարող ենք դրանց անվանել, բայց նույնիսկ այդ, չգիտեմ, ձիու պայտը կամ այդ փշերը, որ ավելացնում էին, այնտեղ կախում էին, բայց դրանց մասին չի խոսք, հիմա սա ուղղակի ընթացիկ մեջբերում արեցի, ու հատկապես խոհանոցը, թե սկսած ավելուկներով ու վերջացրած տարատեսակ ինչ-որ համեղություններով, դրա այդ շարքում նաև այսօրվա այս հրաշքը գաթան, ինչքան հետաքրքիր է եղել էլի այդ ամեն ինչը, մարդիկ ինչպես են մտածել, ոնց են ամեն ինչը հաշվի առել, ինչքան է կարևոր եղել, թե ինչի հետ պետք է ավելացնեն կամ ինչը երբանից պետք է պատրաստեն ձմեռվա ինչ-որ պաշարի տեսքով, ու հիմա որ ամեն ինչը փոխվել է իր իմաստով, որովհետև երբեմն մայրս ինչ-որ բաներ ա ուզում անում, ասում այ մամ, ախր կան խանութներ, կան սուպերմարկետներ, պատրաստի կարելի է ձեռք բերել։ Կա որտեվ 12 ամիս 24/7 ռեժիմով ամեն ինչ կա, բանջարեղեն, այս ամեն ինչը։ Իսկ ժամանակին մի տեսակ նույնիսկ գույներն էին այլ։ Այո, օրինակ մենք Ճամբարակ քաղաքում էինք եւ այնտեղ չորաթանով պատրաստեցինք թաթար բորակի եւ այդ չորաթանի պատմությունը նույնիսկ ցույց տվեց թե ինչպես են պատրաստել եւ այդտեղ իմացա ինչու են նախկինում չորաթանը պատրաստել ձմռան համար որովհետեւ ձմռանը ավելի քիչ է կաթը լինում եւ հնարավորություն չի լինում պատրաստել դրա համար որպեսի այդ պակասը չունենան լուծումը գտել են դրանում, ղավուրման պատրաստել են, որպեսի ձմռանը ունենան միսը եւ այլն։ Ամեն ինչ ունեցել է իր նշանակությունը եւ նույնիսկ օրինակ դուք գիտեիք, որ ամանորին երբ որ ուտեսներ են պատրաստում, մենք այս տարի չնայած պատրաստեցինք նմանատիպ տեսանյութեր եւ ներկայացրեցինք նաեւ, որ փաստորեն
պատրաստել են հիմնականում այնպիսի ուտեստներ, որոնք չեն խառնում եփելու ժամանակ։ Ինչու՞, որովհետև տարին կարող է խառնակ, այո, լինել։ Դրա համար պասուց տոլման եւ շատ կերակրատեսակներ կային, անուշ ապուր, ինչ որ տարբեր կերակրատեսակներ կային, որոնք որ այդպես պատրաստել են եւ յուրաքանչյուրը իր խորհուրդն է ունեցել։ յուրաքանչյուրն իր խորհուրդն է ունեցել։ Իրականում որևէ բան պատահական չէ, հատկապես խոհանոցում, որովհետև յուրաքանչյուր բաղադրատոմս ուղիղ կապ ունի որևէ ավանդազրույցի, ավանդապատման հետ, քանի որ այսօր խոսում ենք գաթայից, օրինակ գաթան այնքան հին պատմություն ունի, որ Վարդան այգեկցու առակներից մեկում է անգամ հիշատակվել խոզն ու գաթան, եթե չեմ սխալվում, էլ չեմ ասում որպես բաղադրատոմս, թե որքան հայտնի է եղել նաև մինչ այդ ու պատրաստում են գաթան մեկ անգամ, բայց եթե փորձենք համեմատել մերօրյա կրեմային թխվածքաբլիթների հետ, կարելի ավելի երկար պահպանել, ավելի համեղ է մնում եւ իհարկե ավելի թարմ, քան կրեմով պատրաստված որևէ բլիթ, որ կարելի է մեկ օրվա ընթացքում ուտել, դրանից հետո համը փոխվում է, դառնում է ավելի տհաճ, էլ չեմ ասում 2 օր հետո պետք է ուղղակի դա դեն նետել։ Այո, շատ ճիշտ ես Մանե։ Մենք գրեթե ավարտում ենք։ Հիմա դուք ասեք, եթե սխտոր կուզեք, կարող ենք ավելացնել, եթե ոչ հեռուստադիտողներին ասենք, որ իրենք էլ նախասիրություն կարող են ավելացնել։ Տղեկ, սխտոր ավելացնենք։ Ոչ, մենք միաձայն ասում ենք ոչ։ Արժան, չէ։ Դե ուրեմն անցնենք մատուցման։ Ով կուզի առանձին ավելացնենք։ Առանձին է, կարող ենք թողնել։ Ինչ ենք անում։ Մի փոքր էլ ավելացնենք ընդհանուր, որովհետև մսին շատ քիչ է ավելացրել։ Բայց սխտորն է շատ օգտակար է։ Իհարկե, Շատ օգտակար Իդեպ է։ սմբուկի հետ Եվ հատկապես սմբուկի հետ, այո, տապակված։ կարելի է մի փոքր պարզապես տապակել։ Ես շատ չեմ օգտագործում, որպեսզի ուղղակի որպես համեմունք մի փոքր պարզապես այդ համը տա։ Նույնիսկ կարելի է ուղղակի ձիթայուղի մեջ թողնել մի փոքր տապակվեր ամբողջական եւ հանել։ Դեպ առիթն օգտագործելով կարող ենք հուշել մեր հեռուստադիտողներին, որ սխտորը այո համեմունք է եւ պետք չէ հետևել TikTok-յան, Instagram-յան տարատեսակ թրենդներին եւ ուտել ամբողջական սխտորներ, հուսալով, որ օրգանիզմը էլ ավելի լավ արձագանք կտա, դեմքի մաշկը կլինի ավելի փայլուն, միշտ պետք է նմանատիպ փորձարկումներից առաջ խորհրդակցել բժիշկների հետ։ Որովհետեւ այո, վերջին շրջանում շատ տարածված է նույն սոցհարթակներ։ Ամբողջական սխտորի հատիկներ են ուտում, Ուտում թե կուլ են տալիս։ ուտում, հենց այդպես ծամում եւ ուտում, ու պատմում են, որ այդպես կարողանում են բուժել տարատեսակ խնդիրներ մաշկային, հատկապես դեմքի մաշկի հետ կապված, բայց հաշվի չեն առնում, որ կարող է օրինակ ստամոքսի հետ խնդիրներ լինի եւ հանկարծ եւ հետագայում ավելի լուրջ բարդություններ ունեն։ Այո։ Ահա, խառնում ենք։ Ինձ թվում է արդեն կարող ենք մատուցել։ Այո, վերջ, աղցանը պատրաստ է։ Հիմա մենք կենտրոնում կդնենք։ Ուղղություն ենք փորձելու։ Համ ունենալու ենք համեղ աղցան այսօր, համ ունենալու ենք գաթա ֆանտաստիկ։ Եվ իհարկե մենք այսօր առավոտից վայելում ենք տաք ու համեղ սուրճ։ Դե իհարկե պետք է շատ նուռ լցնել։ Մի անգամից տեսքը փոխեց գույնը։ Այո։ Ընկույզ։ Եվ վերջ։ Մեր գունեղ, օգտակար եւ գեղեցիկ աղցանը պատրաստ է։ Մնում է ասել անուշ լինի եւ համեցեք համտեսելու։ Անուշ, շատ շնորհակալություն։ Իրականում շատ հեշտ բաղադրատոմս էր։ Այո։ Մի քիչ գուցե այն սկզբում այդ մսի պահն էր, որ ժամանակատար է, բայց դա էլ լուծումը գտանք, ոնց կարելի է այդ Նախապես դրեք, թող խաշվի, դուք գնացեք աշխատանքի։ Բայո, վստահ ենք, որ շատ համեղ է եղել, բայց պետք է գնալ անպայման փորձել այդքան։ Վստահ, բայց պետք է փորձել անպայման։ Շատ շնորհակալություն Անուշ։ Շնորհակալություն։ Անուշ լինի։ Հերթական հրաշալի ու համեղ բաղադրատոմսն առաջարկելու ու նաև մեզ հյուրասիրելու համար։ Ձեզ ասում ենք բարի ախորժակ, սիրելիներս, մենք փոքրիկ դադարից հետո կվերադառնանք։ Երևի։